ինչ եք կարծում ուր կորավ մինչ 2018-յան մինչ հեղափոխական Հայաստանի քաղաքահասարակությունը։ Չեմ կարող ասել, բայց շատ մեծ ցավ եմ ապրում, որովհետև ես արտակարգ հիշում եմ ինչ էր կատարվում Մաշտոցի պուրակի հետ կապված, երբ որ ուրեմն 2800-ամյակի այգում փոփոխություններ էին եւ ուռենիներն էին հատվում, ինչ մեծ աղմուկ էր հասարակության կողմից եւ հիմա այդ բացարձակապես ինչ որ լուր վիճակը շատ քիչ մարդիկ են, որոնք որ բարձրաձայնում են այն սոսկալի ուրեմն ծառերի հետ գործողությունների առումով, որը որ իրականանում է Երևան քաղաքում։ Փաստացի մենք ունենք տասնյակ փողոցներ, որոնք որ մնացին առանց ծառերի ծածկույթի եւ սա ուզում եմ ամենակարևորը, որ ես հիմա չեմ խոսում բնապահպանական խնդրի մասին, ես հիմա խոսում եմ բացառապես հանրային առողջության մասին, որովհետեւ չկա ծառ, դա նշանակում է ջերմային ստրես, դա նշանակում է ընդհանուր քաղաքում ջերմաստիճանի բարձրացում, դա նշանակում է օդի աղտոտվածություն, դա նշանակում է հանրային առողջության վրա բեռի ավելացում եւ մարդկանց նաեւ ծախսերի ավելացում, այսինքն ես հիմա խոսում եմ բացառապես հանրային առողջության եւ սրանից բխող հետևանքների մասին։ Տիկին Վարդեն, մինչև 2018 թվականը հանրությունը հիշում է կոնկրետ խմբեր կային, մարդիկ կային, անձեր կային, որոնք որպես էկոակտիվիստներ շատ հայտնի էին, բարձրաձայնում էին ամենատարբեր խնդիրներ։ 18-ից հետո կարծես խլացան, կուրացան այս մարդիկ, այս խմբերը ու տևական ժամանակ ճեղք կար։ Այնուհետև ճեղքը այլ անհատներ, որոնցից մեկը դուք եք սկսեցին լրացնել, խոսել, բարձրաձայնել Երևանում կատարվող էկոցիդի մասին։ Հետաքրքիր է որն է ձեր մոտիվացիան այս անելու, այսքան ակտիվ եւ հանրային լինելու, ինչ խնդիրների եք բախվում այդ ճանապարհին, ինչքանով եք կարողանում, ինչքանով է հաջող պայքարը։ Ես իմ պարտավորության մասին խոսեմ, որովհետև նախ ես միջազգային փորձագետ եմ այս ոլորտի եւ երկար տարիներ զբաղվում եմ բնակավայրերի կանաչապատման եւ նրա ազդեցությամբ մարդու առողջության վրա, դա իմ գիտական ուղղվածությունն է։ Սա մեկ։ Երկրորդը ես համարում եմ, որ մասնագետները, փորձագետները առաջին հերթին պետք է խոսեն, որ քաղաքացիները ստանան օբյեկտիվ եւ իրական գնահատականը, որովհետև տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ կարող են ասել, բայց գիտնականին դա կարծիք չի, դա գիտության նվաճումների վրա հիմնված փորձագիտական եզրակացություն է։ Եվ սա պետք է անպայման տարբերել։ Ինչի հետ եմ բախվում։ Բախվում եմ քաղաքապետի անմիջական այդ թիրախավորման տասնյակ ձևի ոչ հարիր, ուրեմն նույն ավականու դահլիճում ուրեմն քննարկումների, որի արդյունքում խոսափողն են անջատում եւ այլն եւ այլն։ Պարտավորությունս բացի փորձագետ լինելու, նաեւ որ Երևանի ավականու անդամ եմ, փաստացի երևանցիները ինձ տվել են մանդատ եւ խնդրել են, որ ես պաշտպանեմ իրանց շահերը։ Եվ ես ինչքան հնարավորություն ունեմ պաշտպանում եմ այդ շահերը, հասկացա, որ արդեն հասել ենք օրենսդրական փոփոխությունների եւ ավականու մանդատով մենք փոփոխություն չենք կարող անել, դրա համար հիմա նոր քայլ ենք արել դեպի ազգային ժողով եւ օրենքների փոփոխություն։ Շատ լավ, դուք ձեզ հետ ունեք լուսանկարներ, հա, փաստաթղթեր կարծես ինչ են մասին։ Այ քիչ առաջ ես երբ որ օրենքների մասին խոսեցի, հենց դրա մասին է խոսքը։ Երբ որ մենք բարձրաձայնում ենք, որ ծառերի հետ կապված շմակ պետք է անցնեն փորձաքննություն, չես հասկանում ինչի, մեկ էլ հանկարծ դե մենք դիմել ենք նաև դատարան, որ հասկանանք ինչի համար այս ամեն ինչ իրականում առանց օրենքների պահպանման, եւ բանից պարզվեց, որ մայիսի 3-ին 23 թվականին Հայաստանի Հանրապետությունում փոխվել է շմակի մասին օրենքը եւ փողոցների ծառերը ուղղակի դուրս են մնացել եւ նրանք կարող են հատվել հազարներով եւ ոչ մի փորձաքննության կարիք չկա, այսինքն չկա անդրադարձ հանրային առողջության եւ շրջակա միջավայրի վրա։ Անկախ նրանից, որ կտրած այդ փողոցներից կենսաբազմազանությունը ամբողջությամբ դուրս եկավ, թռչունները, միջատները եւ այլն եւ այլն։ Եվ դրա համար մենք համարում ենք, որ սա շատ նման է, որ հենց այս ուրեմն ծառերի փոխարինման ծրագրին հարմարացրած է, որովհետեւ միջև սա մենք չունենք այս խնդիրը։ Եվ մի բան եմ ուզում ասել, որ Մոսկովյան փողոցում եւ Սայատնովա փողոցում ծառերը հատվել են ուրեմն մարտ եւ ապրիլ ամիսներին, ես դա էլ փաստաթղթավորված ինձ մոտ ունեմ, խնդրեմ այն վիճակը, որը մենք ունենք Երևան քաղաքում, այն գործողություններից հետո, որը արեց քաղաքապետարանը եւ մարտ-ապրիլ ամիսներին այս հատումները իրականացնելով գործել է հին օրենքը, որովհետեւ ես արդեն ասի, որ մայիսի 3-ին է փոփոխությունը տեղի ունեցել։ Այսինքն սա ապօրինի ծառահատում էր եւ ապօրինի ծառահատումը իրականացրել է Երևանի ուրեմն հենց կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ը քաղաքապետի հենց այդ ծրագրով։ Սա խնդրեմ էլի նորից Ալեք Մանուկյան փողոցն է, երբ որ մեզ ասում են, որ բոլոր ծառերը փթած են եւ չգիտեմ ինչ, ես դες պարզ ցույց եմ տալի, տեսնում եք կտրվածքի վրա բացարձակապես առողջ ծառերը, սա էլ ինչ որ մենք ունենք մեկ փողոցում, սա էլ վերել եմ նկարը, սա էլ ուրեմն կառավարության շենքին հարող տարածքն է։ Բազմիցս ասում են, որ խնդիրը մենակ նրանում չի, որ դուք կանաչ առողջ սաղարթը վերացրել եք, նրա փոխարեն այս ցախավելներն եք տկել։ Ամեն ցախավելին վճարելով մոտ 100,000 դրամ գումար եւ այս ծառերը երբեք չեն մեծանալու, ստեղ
ունենք եւ այսինքն միջոցների վատնում պետական եւ հետնել ունենք հետևանքներ, որոնք որ մնալ առողջության վրա քաղաքացիների անդրադառնալու են։ 2021 թվականին մենք ներդրեցինք այսպիսի մի ուրեմն մշակույթ, որ ծառերի վրա նախապես փակցված լինի երկու շաբաթ շուտ իրազեկման ուրեմն բանը այս թղթիկը, որը հնարավորություն կտա, որ քաղաքացիները հասկանան, որ ծառերը հատման են ենթակա եւ այստեղ ունենք ներքևում հեռախոսահամարը, ունենք այստեղ ֆիքսած համարը, որը մեր համակարգչում նույնականացված էր եւ եթե ծառը հատեին 4 ծառը թեկուս հատեին եւ քաղաքացիներին անհանգստացներ, երբ որ իրանք տեսնում էին ուրեմն բանը մնացած ծառի բունը զանգահարային եւ մենք ուղղակի միանգամից բան ենք ամցույց ենք տալի գունավոր վիճակում, որ ծառերը չորացած են եւ նաեւ մի կարեւոր բանի համար մենք միջազգային փաստաթղթեր ենք ստորագրել, որտեղ գրված է, որ հանրային տարածքներում այս ծառերը բոլորը հանրության սեփականությունն են եւ քաղաքապետարանը առանց հանրային լսումների, առանց քաղաքացիներին իրազեկելու իրավունք չունի այսպիսի բան անի եւ բայց մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ քաղաքացիները արթնանում են, հանկարծակի են գալիս, որ իրենց բոլոր ծառերը հատում են կամ Մոսկովյան փողոցում ամենավերջի դեպքը Կասկադին զուգահեռ Թամանյան փողոցում 2 օր առաջ ծառ տապալվեց եւ աղմուկ բարձրացավ, որ հին ծառերը կտրում են։ Այդ փողոցում 2 անգամ կանաչապատման հողակը իրականացրել է ուսումնասիրություն, որովհետեւ առաջի անգամ երբ որ իրենք բարձրացեցին հարցը, որ Կասկադի ծառերը կտրելու են, այդտեղ եղավ առաջին ցույցը եւ ցույցի ժամանակ ես մեր գործընկերներից մեկը բնապահպան եւ կանաչապատման հողակի տնօրենը քայլեցինք եւ ես ցույց տվեցի, որ այս ծառերը հատման ենթակա չեն։ Ինչին նա համաձայնեց, որ չի հասկանում թե ինչ են հատել եւ այդ մի քանի տասնյակ ծառերից հեռացրեցին ծառահատման տոմսերը, ծառերը մինչ օրս մնացին իրենց տեղում։ Այսինքն մեկ անգամ նայել են այդ ծառը կոնկրետ դա հատման ենթակա էր, միակ ծառը այդ տարածքում մեկն էլ կար, որ էլի կարելի էր, բայց ոչ ամբողջությամբ այդ բոլոր փողոցի ծառերը։ Եվ այսինքն այն ժամանակ մի անգամ գնահատել են, որ հատման ենթակա է, երկրորդ անգամ մեր աղմուկից հետո գնահատել են, տեսել են, որ հատման ենթակա չեն, երկու անգամ նայել են, ծառը տապալվել է, իսկ իրանք հիմա հատում են այն ծառերը, որոնք որ ես ձեզ ցույց տվեցի Ալեք Մանուկյան փողոցում, բացարձակապես առողջ ծառեր, այս ծառերի խնդիրը թեղ ու տերևակերն էր, որի դեմ պայքար էր պետք անել եւ իրականացնել եւ եթե նույնիսկ ծառերի փոխարինման ծրագիր էին ուզում անեին, դա պետք է արվի աստիճանաբար, չի կարելի փողոցը թողել առանց պաշտպանության, փաստացի մեր բնակչությանը թողեցին ամբողջությամբ անպաշտպան Երևանի կիզիչ, քաղցկեղածին, արևի ազդեցության եւ նաեւ փոշու, մենք բազմիցս խոսում ենք այդ բոլոր խնդիրների բնապահպանական, որոնցով Երևանը ուղղակի պարուրված է։ Տիկին Վարդանյան, այ մինչեղափոխական Հայաստանի քաղաքասարակությունից շատերը տարբեր գրանտներ էին ստանում տարբեր ծրագրերի համար։ Այ հետաքրքիր է դուք վերջին տարիներին մանավանդ ինչ որ գրանտներ ստացել եք, մասնակցել եք ծրագրերի, այսինքն նաև մոտիվացիաների հետ կապված հարցեր են առաջանում մարդկանց շրջանում։ Այ հետաքրքիր է դուք գրանտներ ստացել եք վերջին տարիներին։ Ես գերադասում եմ միշտ իմ աշխատավարձի շրջանակներում լինել, որևիցե գրանտ, առավել եւս բնապահպանական, երբեք չեմ ստացել, ոչ մի նման ծրագրերի մեջ ես չեմ եղել, հենց այդ նկատառումներից ելնելով, որ իմ ձայնը միշտ լինի անկախ եւ դա լինի փորձագիտական ուրեմն եզրակացություն, որը որ ֆինանսական տարբեր աղբյուրների հետ երբևիցե չփոխկապակցվի, որ սա ուղղակի բժշկի ծառայությունն է սեփական հանրությանը։